Խաղացուն սիրելի քրիստոնյա, եղիր օրհնված, Տերը օրհնա քեզ։ Հովհաննեսի ավետարան 14-րդ գլուխ 16 խոսքից մի հրաշալի բան ասում Հիսուսը, ասում ես հորը կաղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ այդ հավիտյան, ճշմարտության ոգին, մխիթարիչ ոգին, որին աշխարհս կարող չի ընդունել եւ ոչ էլ տեսնում է նրան եւ ոչ էլ ճանաչում նրան, բայց դուք նրան ճանաչում եք, որտեղ ձեզ մոտ է մնում եւ ձեզ հետ կլինի, ձեզ որբ չեմ թողիլ, կգամ ձեզ մոտ, փառքես Տեր։ Այսինքն նայեք, մի հրաշալի խոսք է ասում Հիսուսը, սա կարող ասել ավետարանի միջի, Աստվածաշնչի միջի ամբողջ գրվածքի երևի ամենահրաշալի տեղերից մեկն է, ասեմ, առանց Հիսուսի մարդը որբ է ժողովուրդ։ Եթե մարդ չունի Հիսուս Քրիստոս, այսինքն Հիսուս Քրիստոսը ինչպես է մեր մոտ բնակվում, մեր հետ բնակվում, իր մխիթարիչ հոգով, իր ճշմարտության հոգով, իր սուրբ հոգով, իր հոգով, հասկանում եք, եթե ես չունեմ Հիսուս Քրիստոս, ուրեմն ես աշխարհի մեջ ինչ էլ ունենամ, ես որբ կլինեմ, եթե Հիսուս Քրիստոս չունենամ։ Դրա համար ասում է, լսեք, ասում է, ձեզ որբ չեմ թողիլ, կգամ ձեզ մոտ, մի փոքր ժամանակ էլ եւ աշխարհը ինչ չի տեսնիլ, բայց դուք կտեսնեք ինձ, որտեղ ես կենթանի եմ եւ դուք կենթանի կլինեք իր հետ։ Փառքես Տեր ջան, որքան ողորմած է Տերը, որքան է մեզ սիրում, հասկանում եք, որ մեզ որբ չի թողում, առանց Հիսուսի մենք որբ կլինենք։ Հավատա Հիսուսին, փափակա Հիսուսին, սիրա Հիսուսին, խնդրա թող Տերը տա քեզ իր մխիթարիչ հոգին, իր սուրբ հոգին, իր ճշմարտության հոգին, իր ներկայությունը, որ դու նրանով Տեր ունենաս, Տեր ունենաս։ Փառքես Տեր, թող Տերը օրհնա, եղեք օրհնված ելի ժողովուրդ, թող սուրբ հոգու ներկայությունը, մխիթարիչ հոգին, ճշմարտության հոգին, Հիսուս Քրիստոսի հոգին, Հայր Աստծո հոգին կա մեր վրա, որ մենք իրականից նրանով լինենք ապահովված, զգանք, որ մենք որդի ենք, զգանք, որ մենք Տեր ունենք, որ մենք ընտրված ենք, սիրված ենք։ Փառքես Տեր ամեն, եղեք օրհնված ժողովուրդ ջան, շատ օրհնում, շատ սիրում եմ, հաջողություն։